Այսօր դուք հերթական անգամ եկել էիք կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելու եւ հանդիպում էիք պահանջում, ում էիք ցանկանում հանդիպել եւ ինչ են ձեզ պատասխանել։ Խնդիրը նույնն է, Վարդաշենի վթարային շենքերն է, մեզ ամեն օր էս արդեն 9 ամիս այսօր վաղ են անում, ցանկը իրանց ուզած բոլոր փաստաթղթերը հավաքել ենք, տվել ենք, արդեն 5 ամիս է ոչ մի պատասխան չկա։ 5 ամիսա քննարկում են, երբ զանգում են, երբ նամակ են ուղարկում, տալիս են, որ քննարկման փուլում է։ Հիմա ամբողջ խնդիրը ինչու՞ն է, թող համապատասխան մարմինը իջնի, գրավոր մեզ ներկայացնի, որ ինչ վիճակում է, որ փուլում է, որովհետև չի կարելի օր-օրի, այսօր վաղը չի կարելի այդպես։ Ամբողջ շենքը խոնավության մեջ մարդիկ հիվանդ ջերմությունով վերընկացել եկել են։ Ինչքան պիտի ճարահատված լինի մարդը, որ վերկենա գա։ Որ գերատեսչությանն եք սպասում եւ քաղաքապետարանում Ավինյանի հետ կարծեմ հանդիպում ունեցել եք եւ նշում եք, որ չենք ունեցել ենք շին վարչության այդ գծով, այդ գծով ենք եկել, այդ իրանց հետ ենք հանդիպել, վարչության պետի հետ ենք հանդիպել ու նույն բանն է, նույն պատասխանն է, քննարկման փուլումը, հասկանում ենք խնդրի լրջությունը, հասկանում ենք այդ ամեն ինչը, որ իհարկե հա դժվար է միանգամից այդքան մարդուն վերաբնակել, բայց թող արդեն շատ հասկացանք, հիմա իրանց հերթն է մեզ հասկանալու ու չենք գնալու այնքան ժամանակ, մինչև մեզ գրավոր պատասխանով չներկայանան։ Միտում եք տեսնում հարցի հետաձգման, թե ուղղակի դժվար հարց է, այսպես երկարատև լուծում է պահանջում քննարկում։ Կարող ասել միտում կա թե չկա, ամենայն դեպս խնդիրը ինչու՞մն է, որ ասենք ես էլ եմ ասում, թող այս քաղաքապետարանն ասում պիտի կառավարությունից կանչեն, կառավարությունն ասում պիտի քաղաքապետարանը։ Ուզում ենք հասկանալ, որտեղ է։ Որ գերատեսչությունում է, կառավարությունում է, թե քաղաքապետարանում է այս բանը։ Մեկը մեկի վրա գցելով չի։ Հոգնել են։ Այստենց որ նայում եք, սա հիվանդ են ստեղ ժողովուրդը։ Բոլորը հիվանդ են։ Հələ մի քանի հոգիներ հիմա ներսում են, ես եմ ասել դուրս չեկած, որովհետև հիվանդ են։ Դուրս եկան ջերմությունով, մարդը դեղը խմել է, վերակացել եկել։ Մի վարքյան։ Ես այսօր իմ երեխայի հետ եմ եկել, իմ երեխան Լևան արի ռոբո։ Արի։ Մենք արի ռոբո։ Արի ստեին փոխ կային։ Ես երեխու հետ եմ եկել 3 ամիս առաջ։ Մենք փողոց ենք պագել։ Երկու երեխետ, ես 5 երեխու տեր մարդ եմ, ռուս աղջիկ եմ, օտարազգ եմ, ստե ապրում եմ, 92 տարեկան տատի ունեմ, Ռիմա Կեսոյան Վարդաշինում անրակացարանում։ 30 տարի այդ մարդը ապրում է ուբորնի մեջ, անպայման մարդկային վիճակը, որ ասում է, իմ վիճակի չեմ, չի կարում ներկայացնի իր վերիստե, որպես բնակիչ, ես իրա փոխարեն տարբերություն չկա։ Ուզում եմ ասեմ, որ մեզ ասել են դրական պատասխան տան։ Ես երեխաների հետ եմ եկել ենք ու փողոց ենք պագել 3 ամիս առաջ։ Մենք այսօր գալիս ենք, ասում են դրական պատասխան, բայց դեռ մենք անմարքային վերաբերվում կա, որ ներսը ժողովուրդը նստած ոչ պատասխան են տալի, ոչ ասում են ինչ փուլում է, ոչ էլ ոչ մի պատասխան չենք ստանում, որ իմանանք ինչ վիճակի մեջ է։ Բոլոր տեղերով ասել ենք Վարդաշենի անրակացարանը, այս տարի կզբաղվեն այս հարցերը, որ միջև նոր տարի շենքերը կկանդեն, որտեղ եկել են կոյուղն են փլված անրակացարանը, կոյուղն են սարքում, որ շենքը սաղ իրար է գալի, գրիշը տապում է, տարականը գրիսներ, սաղ ներքևը ջուր է լցված է։ Ուզում եմ ասեմ, մեր պահանջը մեզ չի, մարկաստեներով ապահովեք, մեկ չգանք սենց ամեն անգամ, վատ պատասխան ստանանք գնանք։ Ուզում եք վատ ձևով վերաբերենք, կվերաբերվենք, մեզ ինչ էլ է ժողովուրդ, մենք կարանք, մեր ձեռում է սա, պրոստը այնքան աբիդն է մարդկանց համար, որ մարդը խոսում են, ձայնը հաշվի չեն առնում։ Լիշնի ես օտար ազգ եմ, ռուս աղջիկ եմ, իմ համար երաստակություն առաջանում, մարդկային վերաբերվում կա։ Երկավարության կողմից, որ մարդիկ ասում են հիվանդ են, ոչ են խապում, ջերմության մեջ է սա հիվանդություն ստացել, օրինակ լիշնի իմ տատը, այս արդեն 2 ամիսը ազում է, խոնավությունից է, որտեղ մարդկային պայմանը չկա, մարդը ապրում է բալկոնում, որ պլվել է, ու բորնի մեջ է, որ մարդկային պայմանը չկա, ջուրը տապում է վերևից գրիշից, ու տենց ոնց կլինի մնացած հարցեր, ես այսօր եկել եմ, ոչ թե մենակ իմ տատը, բոլորիս համար եմ եկել։ Ուզում եմ մարդիկ նորմալ ապրեմ, անմարքային պայմանների տարականների մեջ են ապրում, չգիտեմ, այս հարցը ոնց պիտի լուծվի, մենք ուղղակի ուզում ենք նորմալ, նոր տարի է գալի, այս երեխան հիվանդանում է, բունության հիվանդության մեջ, ինչ երեխու համար նոր տարի է։ Տոնացար են դնում, տեսեք, ասում են 67 միլիոն ավել փող են ծախսել,
Մարկս բնակարանով ապահովեք, որ մարդիկ նորմալ ապրեն։ Ումն է պետք է 67 միլիոնը, որ ավելացնում գումար ընծացը, ինչա որ տոնացար են դնում։ Լիշնի այդ հարցը ես առաջինը ես այդ հարցը առաջ կարամ տանեմ։ Ես ամեն անգամ լսում եմ, այս տարի լսում եմ, որ բոլոր YouTube-ները բանող ասում են, այս տարի երկավարությունը 67 միլիոն փողացած է, ինչա որ տոնացար ավելի լավը։ Ժողովուրդը երեխեքի ուրախացնենք։ Լավ պայմաններ ստեղծեք, որ երեխեն ուրախանա, այո, նոր տարին վախտենի, որ երեխեն նորմալ պայմանը ապրի։ Նորմալ մարդկային վիճակի մեջ։ Լիշնի ես 5 հատ երեխա ունեմ, ես չեմ ընդունում, որ դա նորմալ է։ Իմ երեխան գալին տատիկիս տուն են ապրում, բայց մարդկային պայմանը չկա։ Ես էլ Վարդաշենի բնակիչներից եմ, Ալիսա Մուրադյան, վթարային շենքի մասին է խոսքը Վարդաշենի, որ այս տարիներով մեզի տանում բերում են, մնացել է, մենք ինչ հաստատող ուզել են, մենք բոլորս լրացրել ենք, հավաքել ենք, տվել ենք, մարդիկ աշխարհի ծերից ով էլ ստեղ չի եղել, եկել են, հանձնել են, շտապացրեցին, իրանց ասած ժամանակին ոչ մի րոպե չենք անցել, տվել ենք ու արդեն մարտից մինչև առեսօր մենք նորից գնում գալիս ենք իրանց հետևից։ Եկեք, բոլորդ էլ եկեք նկարեք։ Եթե այսօր մենք պատասխան ենք սպասում, մենք չենք գնալու։ Ամեն անգամ ժողովուրդը գործից կտրվում է, խնդրում են, գալիս են, լավ, ինչքան կարելի է։ Այսինքն մենք պետք է ամեն անգամ ձեզ հիշացնենք մեր մասին։ Այո, եթե այտենց է, մենք ամեն անգամ էլ հիշացնում ենք։ Բայց մեզ հիշող չկա, հիմա վերևը նիստ է գնում, բայց երբեք վթարայինների մասին ոչ հիշում են, ոչ խոսում են, ոչ էլ կայտի։ Շենքն էլ օրի գնում է այն կողմ։ Մի քանի առաջվա այդ շենքը Դաշնամուրի փլուզված շենքը, փլուզումը որ եղավ, ձեզ խրան չեղավ։ Մենք այսօր չենք գնալու։ Մեր հարցի հստակ պատասխան ենք սպասում, չէ, նորից կրկնելու ենք մի քանի ամիս առաջ, որ մենք այստեղ շորշը փակեցինք հրապարակի, հիմա մենք նորից այս շորշը փակելու ենք։ Այսքանը, հələ որ այսքանը։ Եկելա ձերքը բռնելա, խոստացելա, որ լավ կլինի։ Արդեն երկրորդ տարին է, ինչ ընտրվել է, ընտրության մինչև ընտրվել է ինքը մոտիկացավ, ասեց, որ լավ կլինի։ Ու ոչ մի բան էլ ոչ փոփոխություն եղավ ու ոչ էլ լավ եղավ։ Ընդհակառակը ավելի վատ է գնալով, ավելի փլուզումը շատանում է։ Մեծ կին ասել։ Նույն տատիկի ձեռքն էր բռնել, ասել էր տատի ջան լավ կլինի։ Տարի ու կես հետո տունը կստանաք։ Մենք կապահովենք տունը, բայց ոչ մի բան էլ ոչ օգուտ տվեցիր, ոչ էլ տունը ստացանք։ Չեք հարցնում իրանց այդ թեզի մասին։ Մեզ ոչ մեկ չի թողնում, ոչ պարոն Ավունյանին, ոչ պարոն Փաշինյանին, որ հանկարծ հանդիպում ունենանք, մոտենանք խոսանք։ Սարքել են իրանց ամենամեծները ու ոչ մեկին էլ չեն թողում, որ մոտիկանանք խոսանք։ Ու ոչ մեկն էլ չի ուզում այցելի գոնե բնակիչների հետ զրույցի։ Բայց ինչքան կարելի է։ Elime nasıl